Չնայած ասած, որ որոնողական աշխատանքներ այս պայն չեն տարվում։ Ողջտից պատասխանია, ծրելի պահայրար։ Ասում է Նիկոլ Փաշինյանը ընդունել է ձեզ երբևէ։ Չի ընդունել մեզ չի ընդունել։ Մի անգամ ընդունել, հետո մաս հրաժարական, ոչ մի բան։ Ասալայինա երեխեք ունի գնացիք դրանով զբաղվեցիք։ Գնացիք մնացած երեխոցով զբաղվեցիք։ Ես առաջ անգամ եմ եկել, իրանց հանդիպել շատ եմ եկել, որպես արտաշիրիմի համար։ Քանի անգամ մեկ նամակ գրել, որ դաժե պարոն Փաշինյանն է մեզ ընդունի, չի ընդունել։ Մեկ Ալբազյանի մեր տղայիս անուն ազգանունը Աղավելան Արայիկ։ Մարտունի վտարոյը մծարայիսել է, անքյան չի կորե ինքը զոհվալը, արտաշիրիմի համար ենք մենք դիմում, մեզ ասեցին, որ հա կբերենք, բայց ոչ մի տեղեկություն չկա։ Մի քիչ առաջ։ Հա, տեղեկություն չկա։ Մի քիչ կարող եք այս կողմներ որոնազողներ հիմա հստակ կձևակերպեք ձեր պահանջը։ Մեր պահանջն է մեր երեխաները արտաշիրիմները բերենք ստե։ Մենք չենք կարողանում, շատ ենք դիմել, հա կբերենք, բայց ոչ մի լուր չկա։ Արցախից մենք ուզում ենք տեղափոխենք ստեղ։ 23 թվականին, հա, 23 թվականին։ Բացի կառավարությունից որտեղ եք դիմել։ Մենք ամեն տեղ դիմել ենք, դաժե ասենք պարոն Փաշինյանի կողքն գնանք դիմենք, իրեն էլ ասենք չեն ընդունել։ Հիմա էլ ասում եմ, մեր արտաշիրիմների նամակը չկա։ Մենք գրել ենք, ուղարկել ենք, պարոն Ալբազյանի ինքը եղել է, ինքը ամեն ձևի մեզ ընդունել է, հիմա որ պարոն Ալբազյանը չկա, դուրս է եկել, ոչ մեկը մեզ չեն կանչում, ասում կամ արտաշիրիմների համար, կամ անհատգորածների համար։ Բայց ում համար է գնացինք զոհվել, որ ոչ մեկը զոհվածի ծնողները տեղը չի իմանում։ Իսկ որևէ պատճառաբանություն ասել են, թե ինչու չի ընդունում ձեզ Նիկոլ Փաշինյանը։ Ասում է իբթա բառը, պիտի հանդիպի Ալիևի հետ, որ թողնել։ Բայց հանդիպում եղել է, մի քանի անգամ հանդիպել է։ Մեզ չեն ասել, չգիտեմ, հա։ Դες բան մեզ չեն ասել, որ գնում ենք, չեն գնում։ Իսկ Ալբազյանի հետ հանդիպումների ժամանակ ինչ էին ձեզ խոստանում, ինչ էին ասում, գործին ընթացքում կտան։ Մեզ Ալբազյանի ժամանակ ասան, մենք հետաքրքրվեց, որ արտաշիրիմները համար այդ արտաշիրիմները բերենք, հա։ Մեզ Ալբազյանը ասել է։ Դուք Անդրանիկ Սիմոնյանի Ճիշտ է։ Չէ, չենք գնացի մենք ճիշտ ասած, ասեցինք ամենտե կգնանք, երբեր ենք ուզել որ գնանք, տեսնենք ինչ են ասում։ Հիմա դուք ինչ ակնկալիքներ ունեք այս հարցի լուծումը ինչպես եք պատկերացնում։ Մենք պատկերացնում ենք, այս հարցի լուծումը մեզ խաբում են ամեն օր։ Ասում են, եկեք Մասիսից տաքսի ենք բռնում, գալիս գնում, բայց ոչ մի բան չեն ասում մեզ։ Մենք կոնկրետ խոսքը չեն ասում, կամ կբերենք, կամ չբերենք, որ ծնողները ախր քիչ բան անեն։ Իսկ երբ որ ասում են խաղաղության ենք գնում Ադրբեջանի հետ, դուք սա ինչպես եք պատկերացնում։ Մենք չենք կարողանա Ադրբեջանի հետ թուրքերի հետ մենք մնանք։ Հա, այսքան զոհենք դու մեկ գնանք թուրքերի հետ հանդիպենք, մնանք, չէ։ Իսկ Արցախ վերադարձը որքանով է իրատեսակ։ Եթե ադրբեջանցիները չինեն, մենք կգնանք Արցախ։ Ես ոտաբովիկ կգնամ։ Մենակ թե իմ երեխայի գերեզմանը գնամ։ Հա,